Այսօր շատ կարևոր միջոցառում է տեղի ունենում առապկիր բժշկական համալիրում մանկական եւ դեռահասային ճարպակալման միջմասնագիտական վարման մոտեցումներն են քննարկվում թերապևտիկից դեպի բարիատրիկ վիրաբուժական մոտեցումները։ Հյուր ունենք Ֆրանսիայի։ Հիմա մենք Սորբոնից ունենք պրոֆեսորներ։ Լսենք այն ամենը, ինչ որ աշխարհի առաջատար համալսարաններից մեկը պետք է մեզ ներկայացնի։ So, Parevses, I'm very happy to be here. Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար։ Մի քանի տարի առաջ ես հնարավորություն եմ ունեցել համագործակցելու բժիշկ Արա Բաբլոյանի հետ, ով ի դեպ շատ հրաշալի է ֆրանսերեն խոսում։ Մենք այսօր էլ ձգտում ենք ամրապնդել մեր համագործակցությունը։ Ես այստեղ արդեն մի քանի անգամ է ինչ մասնակցում եմ տարբեր գիտաժողովների։ Կոնֆերանսը բավականին հագեցած էր եւ առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ բազմամասնագիտական էր, առկային բազմաթիվ հարցեր, ունենք հյուր Փարիզից, որը ներկայացրեց իրենց փորձը Փարիզում եւ ստացանք բավականին մեծ գիտելիքների պաշար եւ հուսով եմ շարունակական կլինի այդ process-ը եւ կաշխատենք, կզարգացնենք, ներդնենք Հայաստանում այդ ուղղությունը բարիատրիկ վիրաբուժության ճիշտ սահմանների ընտրման, ինչպես նաեւ հետվիրատական շրջանների ճիշտ կառավարման համար։ Ֆրանսիայում ճարպակալման կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումները վերջին տասնամյակներում բավարար արդյունավետություն չեն ցուցաբերել։ Ուստի այսօր առաջնային նշանակություն են ստացել բուժման ժամանակակից մոտեցումները, այդ թվում բարիատրիկ վիրահատությունը։ Ամբողջ աշխարհում ճարպակալման ոլորտում նորանոր մոտեցումներ կան, նոր դեղորայքներ կան, որոնք կիրառվում են եւ շատ կարեւոր էր, որ այսօր նաեւ խոսվեր դեռահասների ճարպակալման, մանկական ճարպակալման մասին, քանի որ նման դեղորայքները արդեն կամաց-կամաց մտնում են նաեւ մանկական պրակտիկա, դեռահասների պրակտիկայում վաղուց այլևս կիրառվում էին։ Ցավոք սրտի մենք Հայաստանում դեռևս ունենք խնդիր դեղորայքի հասանելիության հետ կապված, սակայն կարծում եմ նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն կստեղծեն բարձրաձայնելու այդպիսի խնդիրները, վերհանելու նման խնդիրները եւ դրանք հետագայում լուծում կստանան, մեծ հույս ունենք, որ մոտակա ապագայում։ Հարգելի ծնողներ, մի փորձեք մեղադրել ձեր երեխաներին, ովքեր որ ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում դրա համար։ Չի կարելի երեխաներին թիրախավորել ավելորդ քաշի եւ ճարպակալման համար։ Ճարպակալումը դա լուրջ քրոնիկ հիվանդություն է եւ բժիշկները կօգնեն լուծել այդ խնդիրը։